Մեծարգո պարոն նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, պարոն փոխվարչապետ, կառավարության օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ջրային կոմիտեի հարգելի նախագահ, ջրային ոլորտի հարգելի աշխատողներ, ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ բոլորիս ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով լավ լուրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր է ջրային ռեսուրսներով։ Մի արձանագրում, որը հասկանում եմ, որ շատ տարօրինակ է հնչում այն պայմաններում, երբ մեր գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգելի եւ այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը եւ թերևս հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ որ մենք ասում ենք, որ ցանկացած հարցի լուծման համար կառավարությունը ունի 3 լուծում։ Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունը եւ երրորդը նույնպես կրթությունը։ Ընդ որում այս ասածը վերաբերվում է բոլորիս։ Ես երբ որ դման արձանագրում անում եմ, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետեւ ջրային կրթությունը կամ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը էական փոփոխության ենթակա է եւ առանց այդ վերաբերմունքի փոփոխության հնարավոր չի հասնել փոփոխության։ Ընդհանրապես մենք շատ խոսում ենք կյանքը եւ իրողությունները փոխելու անհրաժեշտության մասին առանց արձանագրելու մի շատ կարեւոր եւ առանցքային բան։ Որևէ բան հնարավոր չէ փոխել, եթե ինքդ չես փոխվում։ Այսինքն մարդը պետքա փոխվի, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխել։ Որևէ պաշտոնյա պետք է փոխվի, որ կարողանա ինչ-որ բան փոխել։ Եվ ինչալոց մեր ներքաղաքական դիսկուրսում էլ սա շատ կարևոր բան է, որովհետև հիմա շատ ընդունված է ասել, օրինակ նախորդ օրը այդպիսի մի օրինակ բերում էի, հիմի հանում են, ասում են Հայաստանի վարչապետը 2010 թվականին այ բանտից մի հատ սենց հոդված է գրել, մեջը սենց բան է ասել, հիմա նայեք ինչ էր ասում, հիմա ինչ է ասում։ Եվ սա ցույց է տալիս մեր իրողությունների շատ խոցելիությունը, որովհետև մենք չենք հասկանում, որ կյանքը ինքը փոփոխությունների ընթացք է։ Եվ երբ որ չես փոխվում, դա բերում է աղետների։ Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ մենք չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չըմբռնելով, որ առանց փոխվելու հնարավոր չի բան փոխել։ Ջրային ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել։ Չենք փոխվել, եկեք համարձակություն վերցնեմ ասել վերջին 100-ամյակներում։ Դրա համար էլ տեղում դոփում ենք եւ մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես։ Եվ չի փրկելու, քանի դեռ մենք չենք հասկանում, որ մենք պետքա փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը պետական կառավարման համակարգից սկսած ժողովրդական մակարդակով վերջացրած։ Ես շատ հասկանում եմ եւ էմոցիոնալ առումով էլ հասկանում եմ մեր բազմաթիվ գյուղերում ինձ տրվող այն հարցը, թե ինչու ենք մենք պարտական վճարել մեր պապենական ջրի համար, չէ՞ որ այդ ջուրը մեր պապենական հողերի, մեր սարերից եկող մեծ պատկանող ջուրն է։ Ես նման դեպքերում մեր սիրելի քաղաքացիներին ասում եմ, գիտեք ինչ, իրականում, եթե խոսում ենք պապենականի մասին, եթե մենք պապենական ձևերով հիմա ուխտերի կամ գրաստների վրա բետոնները դնենք, գնանք այդ սարերից ջուրը լցնենք, բերենք տուն, մենք ոչ մեկ մեզնից փող չի ուզի։ Այսինքն, եթե հիմա ցանկացած մարդ որևէ բնակավայրում որոշի, որ այն բետոնները կամ տակառները դնում է ձիու վրա եւ գնում է սարից պապենական ջուրը բերելու, բացառված է, որ ճանապարհին մեկը կանգնացնի, ասի, գիտես ինձ այս ջրի միլիտրի համար պետքա մի դրամ կամ 2 դրամ կամ 10 դրամ վճարես։ Ջրի է բացարձակապես։ Եվ հետեւաբար ոչ մեկ մարդիկ մենք վճարում ենք ոչ թե ջրի համար, մեր պապենական ջրի համար, կամ եթե կարող ենք հենց այսպես ուղիղ ասենք, այլ վճարում ենք, որպեսզի ջուրը սարից գա հասնի, մենք վճարում ենք ձիու կամ ուխտի կամ գրաստի վրա փող չծախսելու համար, որովհետև այդ գրաստին պետք է պահենք, չէ՞, պետք է խոտ տանք, անասնաբույժ հրավիրենք, պետք է գոմ ունենանք, որ պահենք։ Մենք վճարում ենք, որ ջուրը գա
Հասնի մեր տուն, ընդ որում մենք բանել չբարձրացնենք այդ բետոնները 9-րդ հարկ կամ որևէ տեղ։ Այսինքն ես սա ինչի համար եմ ասում, որովհետև այս մի քիչ էլ գրոտեսկի վերածրած պատկերի մեջ է մեր վերաբերմունքը արտահայտվում ջրի նկատմամբ։ Խոսքը վերաբերվում է եւ խմելու եւ ոռոգման ջրին։ Եվ մենք այսօր ջրային ոլորտում 10 տարի առաջ հետ ենք եղել, ենթադրենք 10 կիլոմետր ջրային ոլորտում աշխարհից, հիմա 150 կիլոմետր ենք հետ ջրային ոլորտում աշխարհից, որովհետև աշխարհը փոխվել է, ջրի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը փոխվել է, բայց մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ չի փոխվել, մեր ընկալումը ջրի նկատմամբ չի փոխվել։ Մենք այսօր ասում ենք ջուրը, ասում ենք անգինա, չէ՞, ասում ենք, բայց դա էլ է այն, որ արտահայտվում է մենակ կենացում։ Մենք անգին ջուրը վատնում ենք 50 դրամանոց ապրանք, այսինքն մենք շատ դեպքերում եթե հաշվենք, կպարզվի, որ մենք 1000 դրամ ենք ծախսում 100 դրամանոց ապրանք ունենալու համար։ Ինձ հետաքրքրեց, որ ասացի 25 տարի հետո մենք լինելու ենք, չգիտեմ, այսպիսին, այնպիսին։ Եկեք մեր պլանները չգցենք 25 տարի հետո, եկեք մեր պլանները սկսենք նրանից, թե 25 ժամ հետո մենք ինչպիսին ենք լինելու, 25 օր հետո մենք ինչպիսին ենք լինելու, որովհետև եթե հեշտ ասում ես, դե 25 տարի հետո լավ է առնելու, դե գնացի 25 տարի հետո կհավաքվենք։ Կերևա լավ է թե վատ, որովհետև եթե 25 ժամ հետո մեր վերաբերմունքի մեջ բան չի փոխվում, 25 տարի հետո ես երաշխավորում եմ լինելու է ավելի վատ, լինելու է կատաստրոֆիկ վատ, որովհետև եթե 25 տարի առաջ կլիմայի փոփոխությունը այդքան չէր ճնշում մեր վրա, մենք հələ ժամանակ ունեինք ասելու դե հələ նայենք, տեսնենք, քննենք, զննենք եւ այլն։ Հիմա կլիմայի փոփոխությունը մեր վրա այնպիսի մեծ ճնշում է դնում, որ եթե մենք 25 ժամ հետո չտեսնենք արդեն մեր իսկ վերաբերմունքի փոփոխությունը, 25 տարի հետո կատաստրոֆա է լինելու։ Ոչ մեկ թող հույս չունենա, թե 25 տարի հետո լավ է լինելու։ Որովհետև եթե մենք մեր գյուղատնտեսության ընդհանրապես վերաբերմունքը չփոխենք, մենք ընդհանրապես խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև բազմաթիվ հողեր, որոնք այսօր որևէ մեկի մտքով չի անցնում, որտեղ պետք է լինեն այգիներ, պետք է դառնան այգիներ։ Այսինքն գյուղատնտեսականից դուրս, որ համարվում է, չգիտեմ, այլ նշանակության հող, այդ բոլորը պետք է դառնան այգիներ, ու այսօր Հայաստանում, այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա։ Փորձագիտական գնահատականներով Հայաստանում տարեկան 5-ից 7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում։ Այսօր մեր ոռոգման համար ինչ որ մենք տարեկան օգտագործում ենք մի հատ էլ տենց ուրախանում ենք, որ այդքան ջուր ենք կարողացել հավաքել, դա այդ ռեսուրսի ընդամենը չնչին մասն է։ Եվ այդ չնչին մասի մի զգալի մասը Սևանն է ապահովում, որը էլի շատ լուրջ խնդրահարույց է մեզ համար, որովհետև մենք պետքա ի վերջո կարողանանք Սևանը մի ռեսուրս է, որը մենք պետքա օգտագործենք 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղում։ Իսկ այսօր Սևանը մեր ռեզերվն է, այն որ մենք այսօր ամեն տարի կամ 5 տարին մեկ Սևանին անդրադառնում ենք, այդ նշանակում է, որ մենք ընդհանրապես մեր ռեզերվն ենք օգտագործում, այդ նշանակում է, որ մենք ջրային ճգնաժամի մեջ ենք եւ ուրիշ բառապաշար օգտագործել այստեղ պարզապես տեղին չի։ Բայց այդ ճգնաժամը, ել եմ ասում, ոչ թե ջրի մեջ է, ճգնաժամը մեր մեջ է։ Այս էլ այն դեպք, որ ստեղ է ճգնաժամը։ Եվ մինչև մենք այդ ճգնաժամը չհաղթահարենք, ոչ մի բան չի հաղթահարվելու։ Եվ լավատեսության համար ոչ մի հիմք ընդհանրապես չկա։ Որտեղ մենք պետք է հասկանանք այն գյուղատնտեսությունը, որ կա, օրինակ եթե հիմա 25 տարի հետո այդ գյուղատնտեսվարման ձևերը շարունակեն այդպիսի մնալ, բացառված է մենք ոչ մի լավ բան չենք կարող ունենալ։ Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը եւ ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը եւ բացառվում է, որ գյուղատնտեսության այն ձևերով ինչ էլ անենք։ Այսօրվա մեր գյուղատնտեսությունը ինքը վնասաբեր է ամբողջությամբ, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև մենք չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թեր գնահատված է, եւ բացարձակապես ամբողջ գյուղատնտեսությունը աշխատում է վնասաբեր ոլորտը, բացի ինտենսիվ գյուղատնտեսության եւ ինտենսիվ անասնապահության։
Եվ մենք այս թեմաների հետ պետք է առերեսվենք։ Իսկ սա առերեսվելու համար ել եմ ասում, գալիս է խնդիրը հանգում է կրթությանը։ Ես օրինակ համոզված չեմ, ընդհակառակը համոզված եմ, որ մենք այս ոլորտում գիտելիքի ոչ թե պակաս, այլ ճեղք ունենք։ Եվ եթե մենք առաջին հերթին պետական կառավարման համակարգում այս ճեղքը չենք կարողանալու լրացնենք, մենք ոչ մի հեռանկար եւ ապագա չունենք։ Եւ ես ասում եմ նաեւ այդ ճեղքը լրացնելու ձևը որն է, որովհետեւ ես հասկանում եմ նաեւ, որ քաղաքական առումով շատ մեծ շահարկումների տեղ է տալիս նաեւ վարձատրության են նոր համակարգը, որը մենք ներդրում ենք, բայց ստեղի լուծումն էլ է այդ։ Ոչ միայն այն պատճառով, որ դա համակարգ է, որ մենք հազար ներողություն ես բառապաշար օգտագործելու համար, որ մենք կարողանանք ստիպել, որ մեր պաշտոնյան հասկանա, որ ինքը ամեն օր պետք է զբաղվի իր կրթությամբ, բայց եթե ոչ, այդ միակ տարբերակն է, որտեղ մենք կարող ենք ասել հետևյալը, այնտեղ որտեղ պաշտոնաթափուր մնում եւ արտաքին մրցույթ հայտարարելու ժամանակ, դա միակ տարբերակն է, որտեղ մենք հնարավորություն կունենանք արտաքին մրցույթ հայտարարելու ժամանակ մրցույթի պայմանների մեջ գրել։ Պետք է լինի աշխարհի 100 top համալսարանների շրջանավարտ։ Այսինքն եթե որևէ մեկ օրինակ աշխարհի top 100 համալսարանի շրջանավարտ չի, որոշակի պաշտոններում, չեմ ասում Հայաստանի բոլոր պաշտոնյաները պետք է լինեն աշխարհի top 100 համալսարանների շրջանավարտ։ Որոշակի պաշտոններում չնայած X այդ ուղղությամբ մենք պետք է գնանք նաև այն ուղղությամբ, որ մեր համալսարանների շրջանավարտներն էլ արդեն մեր համալսարաններն էլ լինեն աշխարհի լավ, եթե ոչ top 100-ի մեջ, top 500-ի մեջ։ Եվ ես ուզում եմ մենք այս խնդիրների հետ առերեսվենք, որովհետև առանց այս խնդիրների առերեսվելու մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել։ Մենք ընդհանրապես նման դեպքերում, եթե ուրիշ ոլորտներում ասենք տենց իրավիճակ լինի, մենք երկրում արտակարգ դրություն կհայտարարենք։ Միտեղ որտեղ որ 40%, 60% կորուստ լինի, մենք ինչ կանենք, արտակարգ դրություն կհայտարարենք։ Իսկ ջրային ոլորտում դա նորմալ է, հա դե 60% է կորուստը, դարձավ 59%, դարձավ 58.5%, ինչ լավ է, եկեք բան պարգևատրենք եւ այլն, սա աղետ է, ոնց կարելի է սրա հետ ընդհանրապես համակերպվել, ոնց կարելի է ընդհանրապես այս պայմաններում գիշերը քնել, բայց մենք քննում ենք ոնց որ։ Ոստեղ է խնդրեմը, որ մենք այս խնդիրները իրա ամբողջ խորությամբ չենք ընկալում եւ այս առիթը ես պատեհ եմ համարում օգտագործել սրա համար, որովհետեւ եթե մենք պետք է հավաքվենք, ասենք, որ այս հաջողվեց, այս հաջողվեց, այս հաջողվեց, այս հաջողվեց, ինչ հաջողվեց, չհաջողվեց, մեր ջրային ոլորտի մեր կորուստները անհամեմատելի են, ընդհանրապես անհանդուրժելի են։ Բայց այդտեղ մենք չենք կարողանում լուծել խնդիրը, որովհետև էլ եմ ասում, մենք ունենք առաջին հերթին գիտելիքի պակաս։ Մենք առաջին հերթին ունենք այդ գիտելիքը իրացնելու հմտությունների պակաս։ Եվ եթե մենք չգնանք այս ճանապարհով, չնայած ես այս տարբերակը չեմ էլ քննարկում, մենք չենք կարա չգնանք այս ճանապարհով եւ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եվ մի ելույթի հիմնական իմաստն էր, որ կիսել ձեզ այս թե ինչ կլինի, եթե մենք չգնանք այդ ճանապարհով, այլ ասել, որ մենք այդ ճանապարհով չենք գնալու, մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի եւ ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք, պետք է խոստովանել, որ մենք կարող ենք, մենք այդ գործում լավ ենք։ Միշտ էլ կարող ենք ավելի վատ վիճակ ունենալ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, բայց եւ նաեւ հույս ունենալ, որ մենք արձանագրում ենք։ Սոկրատեսը ասում էր, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ եթե Սոկրատեսը տենց բան ասել է, կարծում եմ բացարձակապես ամոթ չի, որ մենք էլ ասենք ջրային ոլորտում էլ ցավոք մենք ոչինչ չգիտենք։ Մենք պետք է իմանանք, որ ոչինչ չգիտենք, որ գոնե ինչ որ բան
կարողանանք իմանալ։ Շնորհակալություն։